Իսկ մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Բացահայտվեց Նիկոլի երրորդ տրավման, երրորդ թույլ կողմը ու դա պիղծ լինելն է։ Հիմա ես չգիտեմ, չեմ կարող հաստատ ասեմ, այդ պիղծ հոգեվիճակը ինքը իրանով է զգում, թե որ ծառյուծները անմիջականորեն կապ ունեն այդ պղծացման հետ։ Ես հաստատ չեմ կարող ասեմ, բայց որ հենց կպնում ես այդ թույլ կետին ինքը կատաղում է, այդ հաստատ գիտեմ։ Այդ բռնել թողելու պուլտը ձեռից առեք, սրացումների մեջ է կպել են տրավմային, վրեժ խնդիր է լինում։ Ու հա այն մարդը, ով իր տրավմաների հարցը չի կարում լուծի, ես 100 անգամ ասել եմ լուծեք, այդ որ ծառյուծների հարցը լուծեք, այս ոնց հասկացանք պղծության հարցը լուծեք, այդ ներքին զգացողությունների հարցը լուծեք, որ այս վիճակում չհայտնվեք, այնքան չչխայնանաք, որ այդ բռնել թողելու պուլտը ձեռներից չկարանաք թողեք։ Հերիք եղավ։ Լուծեք ձեր ներքին խնդիրները, մանկական տրավմաները, չլուծված հարցերը, լուծեք, այս ազգից էլ հեռու մնացեք, հերիք եղավ։ Պուլտով կառավարվողներին էլ ասեք, փոխանցեք, չնայած երևի թե լսում եք ինձ, ոչ մեկը ապա անձնայնացված չեք։ Բոլորիդ շատ լավ հասկանում եք այդ բառի տերմինի իմաստը, բոլորիդ հատ-հատ իրա հետևից Նիկոլը տանելու է։ Որ օրը ինքը չեղավ, բոլորիդ իրա հետևից տանելու մեծից մինչև փոքր։